21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ։ Ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Տատու Ջեյներաշան ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Glimt Beauty House-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք ձեզ տեսնել։ Բարև ձեզ, Տաթև ջան, շնորհակալ եմ մեկ անգամ եւս ինձ ընդունելու ձեր հաղորդաշարին եւ հյուրընկալելու ձեր տաղավար։ Վստահ եմ շատ գեղեցիկ զրույց ենք ունենալու, փորձեցեք ցույց տալիս գոնե։ Մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել դաշվածքի պերմանենտ դիմադրման վերաբերյալ, բայց այս անգամ ես ձեր տաղավարում ենք այլ թեմա քննարկել։ Այո, ձեր տաղավարում եմ գտնվում այլ թեմայով մի փոքր, նաեւ դա Global Beauty Union հասարակական կազմակերպության վերաբերյալ եմ ուզում զրուցենք, մի փոքր ինֆորմացնենք ինչ է իրենից ներկայացնում, ինչ է հասարակական կազմակերպությունը, ինչ նպատակներ, ճանապարհ, խնդիրներ կարող է լուծել, հա։ Դե հերթով գնանք ուրեմն։ Նախ սկսենք անունից, նաև նպատակից, թե ինչու որոշեցիք, որ պետք է արդեն հասունացել է ժամանակ, որ պետք է ստեղծվի այս հասարակական կազմակերպությունը։ Իհարկե լավ հասկանում եմ, որ ինչպես ժողովուրդն է ասում, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ է, եւ ամեն բան միասին անելը թիմային աշխատանքն ավելի հեշտ է, ու հասարակական կազմակերպությունը հենց սա էլ տալու է յուրաքանչյուր իր անդամին, հա։ Փակագծերը, ճակերտները բացենք։ Տեսեք, մի փոքր կուզենա ինֆորմացնել առհասարակ ինչ է հասարակական կազմակերպություն իրենից ներկայացնում, ցանկացած հասարակական կազմակերպություն բոլոր անդամները հասարակական կազմակերպության հավասար իրավունքներն ունեն, հավասար են ուժով, այսինքն կապ չունի տարիքը, փորձը, հա, այս պարագայում մասնագիտական փորձը, բոլորը ունեն ձայնի իրավունք եւ այդ ձայնը հավասարազոր է ընդունվում։ Կա խորհուրդ, խորհրդի անդամներ, ղեկավարներ եւ այլն, բայց անդամները բոլորը հավասար են լինում։ Հասարակական կազմակերպություն ինքը ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է, ինքստին արդեն բառը իրեն ասում է, որ ինքը շահույթ չի հետապնդում։ Մենք բացել ենք այս կազմակերպությունը, որպեսզի օգնենք մասնագետներին, որակը բարելավենք մասնագիտական, օգնենք իր խնդիրները Եվ բարձրաձայնել նաև օգնենք իր խնդիրները բարձրաձայնել, լուծել, հաղթահարել։ Տեսեք, Global Beauty Union, ինքը արդեն global, ինքը իրեն ասում է, որ գործ չունենք միայն պերմանենտի հետ։ Մենք գործ ենք ունենալու բոլոր beauty սֆերաների հետ, գեղեցկության հետ կապված բոլոր մասնագետների հետ, հա, դա կլինեն կոսմետոլոգներ, դա կլինեն պերմանենտ դիմարդարներ, թարթիչի լիսկ, մանիկյուր եւ այլն, ինչքան վարսարդարում, ինչը կապված է գեղեցկության հետ, նաեւ պլաստիկ վիրաբուժություններ կարող են ընդգրկվել մեր հասարակական կազմակերպության մեջ։ Տեսեք, մենք ունեցանք մի շարք կոնֆերանսներ, ձեր հաղորդաշարին եւս ինֆորմացեցինք ձեր հաղորդման միջոցով, պերմանենտ դիմարդարման ոլորտի հետ կապված։ Ոլորտը մի քիչ բաց է եւ խնդիրները լի են, քանի որ շատ արագ սովորում են եւ շատ արագ էլ սովորեցնում են։ Այսինքն մարդ դեռ չավարտած իր ուսուցումը արդեն իր սոցիալական էջում տեղադրում է ինֆորմացիա, որ ինքը դասավանդում է։ Նույն բաները copy-paste են անում, հա, արտագրում են այլ տեղերից, տեղադրում են իրենց մոտ, այլ նկարներ են տեղադրում եւ այլն եւ այլն։ Կա լիքը մի շարք խնդիրներ, ես դա պարզապես մի ոլորտի մասին մի փոքր ասացի, կա մի շարք խնդիրներ այլ ոլորտներում եւս։ Նմանատիպը կլինի նաեւ մատնահարդարման մեջ, կլինի նաեւ գեղեցկության այլ ոլորտներում, հա, կոսմետոլոգիայի մեջ, սանիտարահիգիենիկ նորմերը բավականին թերի վիճակում են տիրում մեր Հայաստանում, տարբեր գեղեցկության ոլորտներում, ես չեմ կարող նշել կոնկրետ ոլորտ, առհասարակ վերացական խոսում եմ բոլոր ոլորտների մասին, քանի որ չեն սովորել, այսինքն մարդ չգիտի, մեղավոր չի իրան զգում դրանում, ինֆորմացված չի, մեկը չի եղել, որ իրեն գրագետ ինֆորմացիան տրամադրի, թե ինչպես է պետք ճիշտ վերահսկել կամ կատարել այդ սանիտարահիգիենիկ նորմերը, դա մեկ։ Երկրորդը ունենք մի շարք բացթողումներ իրավաբանական տեսանկյունից։ Գրեթե
մեծ մասը չեն ստորագրում որևէ մի փաստաթուղթ պրոցեդուրա կատարելուց առաջ։ Դա կլինի կոսմետոլոգիան, դա կլինի այլ ոլորտներ։ Ունենք մի շարք բացթողումներ, որոնք մասնագետները տեղեկություն չունեն։ Ինչ կտա հասարակական կազմակերպությունը մասնագետներին առհասարակ, սա հենց մասնագետների համար է ոլորտի։ Իհարկե բոլորս մի փոքր էգոիստ ենք, հա, ինչի համար ընդգրկվենք այդ կազմակերպության մեջ, դա ինչ կտա մեզ։ Այո, իհարկե։ Տեսեք, ես կթվարկեմ ընդհանրապես 1%-ը իր հնարավորությունների, որ պարզ լինի, թե ինչքան մեծ է այդ հնարավորությունը եւ ինչքան գլոբալ է, քանի որ երկուսը ես արդեն ասեցի, մեկը որ մենակ չես։ Տեսեք, ունի մի շարք խնդիրներ, իր հետևում կունենա մեծ թիմ, որը կօգնի անշահախնդիր, քանի որ ի սկզբանե նշեցի, ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է։ Ունի մի շարք խնդիրներ, կունենա բողոք, գանգատներ հաճախորդներից, կունենա իրավաբանական խնդիրներ, կունենա հաշվապահական խնդիրներ, մարքեթինգի խնդիրներ, խնդիրները մի շարք են։ Այսօր մեր մասնագետները ունեն մի լուրջ խնդիր հաճախորդ գտնելու։ Այդ հարցում էլ կարող ենք աջակցել իրենց հաճախորդների ընտրությունքի հարցում, հա, ինչպես հաճախորդները ճիշտ մասնագետին ընտրել։ Դրա մասին եւս կանրադառնամ, բայց մասնագետը ունի նաև խնդիր փաստաթուղթ տալու։ Ինքը դասավանդում է, չունի ոչ մի լիազորություն, այսինքն ոչ անհատ ձեռներես, ոչ ՍՊ, ոչ մի իրավաբանական անձ չի եւ փորձում է դասավանդել 10 տարի է աշխատում է, հիմա ուզում է անցնել դասավանդման process-ին։ Ունի փաստաթղթային խնդիր, չի կարող տրամադրել նորմալ փաստաթուղթ, որը կանցնի ոչ միայն Հայաստանում, այլ տեսանելի կլինի նաև այլ երկրներում, այսինքն բանի տեղ կդնեն այդ փաստաթղթին, որովհետեւ այսօր նայում են Գրածապողոս Պողոսյան ԱՁ Եվրոպա գնում է, ասում է սա ինչ է, սա ինչ թուղթ է, չեն ճանաչում։ Իսկ երբ որ գրած է Global Beauty Union NGO, հասարակական կազմակերպություն, non-government organization, արդեն հասկանալի է բոլորի համար, սա ինչ փաստաթուղթ է։ Նաև ասեմ, որ մեր կազմակերպությունում ունենք խորհուրդ, որը պրոստը չենք տրամադրում այդ փաստաթուղթը, այլ խորհրդի անդամները քննում են այդ անցած ճանապարհ ուսանողի, հնարավոր է ասեն, որ գիտեք, այս մասով թերի է, խնդրում եմ սա լուծեք, այս հարցը, նոր կարողանանք մեր ստորագրությունները դնենք։ Դա կլինի թե փաստաթղթային, դա կլինի թե մասնագիտական, նեղ մասնագիտական եւ այլ հարցերում եւս օգտակար կլինենք, այսինքն մենք չենք պարտադրում, մենք չենք ստիպում, մենք ընդհանրապես հորդորում ենք, օգնում ենք, օգտակարությունն ենք ուզում։ Եթե ուզում են փաստաթուղթ, ապա պետք է լինի հստակ կանոնակարգով, հա, որ տրամադրենք այդ փաստաթուղթը, որը կանցնի ամենուրեք։ Հաճախորդի համար էլ է սա լավ, որ եթե տեսնում է, որ կա փաստաթուղթ, սա արդեն իր համար վստահելի է դառնում։ Այսինքն այս մասնագետը դառնում է վստահելի, որ ինքը որոշակի հմտություններ ունի, դրա հաշվին է, որ հասարակական կազմակերպությունը իրեն տվել է այս փաստաթուղթը, այսինքն այստեղ նաև հարաբերություններում վստահության մակարդակն է բարձրանում։ Տեսեք, այստեղ ոչ թե միայն մասնագետն է իր դասավանդող տրամադրում այդ փաստաթուղթը, այլ խորհրդի անդամները, որոնք Դե այստեղ շատ ավելի մեծ քննություն է, այսպես ասած, անցել, հա։ Այո, իհարկե։ Այս պարագայում ուսանողը, տվյալ մասնագետի, որը մեզ հետ բացի անդամ լինելուց այլ կապ չունի, տալիս է մի փաստաթուղթ, որտեղ չի ստորագրված միայն իր ստորագրությունը։ Իսկ ուսանողը այլ ավելի ապահով է զգում, որտեղ իրեն քննել են ոչ թե մի հոգի, այլ մի շարք մասնագիտական փորձ ունեցող։ Իրեն որ լավ մասնագետի մոտ է, փորձված մասնագետի, քննված մասնագետի։ Իդեպ, որ նշեցիք հաճախորդն է հասկանում, որ փորձված մասնագետի մոտ է, ինչի համար նաև ընդգրկվեն մեր կազմակերպություն, որովհետև մեր կազմակերպությունը նաև գնալու է այդ մասնագետի կենտրոնը, որտեղ որ ինքը աշխատում է, մեր թիմով, դա կլինեն իրավաբաններ, այլ մասնագետներ, սանիտարահիգիենիկ նորմեր բժիշկ, մարքետոլոգ եւ այլ մասնագետներ, հա, գնալու ենք հենց իր կենտրոն, փորձելու ենք օգտենք իր ամբողջ փաստաթղթային խնդիրները, փորձելու ենք տրամադրել ինֆորմացիա մարքեթինգի մասին, սանիտարահիգիենիկ նորմերն ենք նայելու, օգնելու ենք, որ դա էլ եթե կա խնդիրներ, լուծեն այդ խնդիրները, եւ դրանից հետո, երբ որ տրամադրում ենք ինֆորմացիան եւ նա լուծում է այդ խնդիրները, մենք երկրորդ այցն ենք կատարում եւ տրամադրում ենք վստահելի
լոգոտիպը, որով որ մասնագետները կկարողանան արդեն հասկանալ, որ մի տարի տրամադրվել է իրենց այդ հնարավորությունը, որովհետև բոլոր փաստաթղթերը նորմալ են, սանիտարագենիկ նորմերը պահպանված են, այսպիսով արդեն հաճախորդը, որ տեսնում է այդ լոգոտիպը այդ մասնագետի մոտ, հասկանում է, որ սա ապահով մասնագետ է, ունի համապատասխան փաստաթղթերը, սանիտարագենիկ նորմերը պահպանված են, իրավաբանական տեսանկյունից նորմերը պահպանված են, ես ուզում եմ ճիշտ հասկանանք, մենք չենք կատարում ոչ մի նախարարության գործառույթ։ Հասկանալի է, մենք չենք գնում տուգանելու։ Այո, մենք պատժիչ գործոն չենք կիրառում, մենք դրա իրավունքն էլ չունենք։ Մենք պարզապես ուզում ենք որակը բարելավել տվյալ մասնագետի։ Դա կլինի բոլոր բյութի սֆերաների հետ կապված։ Ինչպես հասկանում իրենք պիտի, չէ, արդեն ունենա նախաձեռնությունը, որ եկեք ինձ օգնեք, որտեղ եմ թերանում, ինչպես անեմ, որպեսզի կարողանամ այդ մակարդակին հասնեմ, այսինքն սա ոչ թե անակնկալ ինչ-որ այց է, որպեսզի հասկանանք, այ դու այս ինչ տեղում սխալ ես, մենք քեզ կպատժենք, այլ մենք նախապես գնում ենք միասին համագործակցելու մեկ նպատակով՝ օգնել մասնագետին, օգնել կենտրոնին, հասնել են լավագույն տարբերակին, որը կարող է լինել վստահելի եւ հաճախորդի համար, եւ նաեւ ինչու ոչ, այստեղ մասնագետն աշխատում է, պիտի շահույթ հետապնդի, կարողանա բոլոր այն նորմերը, կանոնները պահպանելով նաեւ անվտանգ իր աշխատանքը կատարել։ Այո, իհարկե, եւ անվտանգ կատարել, եւ ճիշտ, եւ համապատասխան փաստաթղթերով։ Տեսեք, նաեւ ուզում եմ նշել, որ մեր մասնագետները շատ դժվար են առաջ գնում Հայաստանում, քանի որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Այո, շուկան փոքր է, նույն բաները գրված են ամենուրեք, իր առաջ գնալու մեթոդներից մեկն է մասնակցել ինչ-որ առաջնության, հա, կամ ստանալ գավաթ որպես տարվա լավագույն մասնագետ, դա էլ իհարկե մի քիչ կասկածելի է, քանի որ տարբեր անհատ ձեռներեցներ են դա կիրառում եւ ում կարծիքով է տարվա լավագույն մասնագետ։ Պրոստը իրանց կարծիքով չեմ ուզում անդրադառնամ այդ թեմային, որ գումար են ստանում, տրամադրում են պատահի, դա անցնենք մի կողմ, դա եւս կփորձենք վերացնել ընթացքում այդ երևույթները, բայց ունենք խնդիր, օրինակ, մասնագետ ուզում է ելույթ ունենալ այլ երկրում, առաջ գնա իր ոլորտում, ինքը շատ ընտիր մասնագետ է, հարյուրավոր անգամ անցել է։ Այո, ունենք, իհարկե, շատ լավ փայլուն մասնագետներ ունենք, որոնց չեն ճանաչում։ Ուզում են ելույթ ունենան այլ երկրում, չգիտեն ոնց կամ շատ թանկ է։ Այս պարագայում, երբ որ ինքը որպես անհատ զանգահարում է այդ կազմակերպություն, որ այլ երկրում կատարում է միջոցառումը, մի փոքր ավելի բարձր գին են իրեն ասում, որտեղ անհատ է զանգում։ Իսկ երբ որ զանգում է կազմակերպությունը, եւ ասում է, գիտեք, ձեզ ուզում ենք ուղարկենք այսքան անձ, թիմա եւ այլն, մենք հասարակական կազմակերպություն ենք, իրանք արդեն հնարավոր է անվճարել կանչեն։ Ինչ պատճառներով, հա, հնարավոր է անվճար կանչեն, եթե անվճարը չլինի, առնվազն բավականին զեղչով են կանչելու։ Այս պարագայում եւս շահած են դուրս գալու։ Երկրորդը, տվյալ մասնագետը ուզում է այլ երկրում մաստեր կլաս անի, հա, վարպետաց դասեր տա, որը անում են, բայց մի շարք խնդիրներ հաղթահարելով են անում։ Այս պարագայում եւս կարող է օգնել հասարակական կազմակերպությունը, քանի որ ինքը միայն Հայաստանում չի լինելու բացված, սա տարածելու ենք ինչքան հնարավոր է տարբեր երկրներում եւս։ Արդեն սկսել են գործառույթը, արդեն ունեն գործընկերներ այլ երկրներում, որոնք իրականացնեն նմանատիպ գործառույթը իրենց տվյալ երկրում։ Այսինքն մի մեծ բանակ ունենք, մի մեծ թիմ ունենք, որը աշխատելու է գեղեցկության ոլորտը ել ավելի զարգացնելու, որակը ել ավելի բարձրացնելու համար։ Ես նշեցի մի 2-3 խնդիր, որ կարա լուծի, բայց դրանք նորից եմ կրկնում, 1%-ն է, որ հնարավորությունն է բացահայտում հասարակական կազմակերպություն, այստեղ թիմ է տարբեր ոլորտների մասով, կարող են ընդգրկվել մեր հասարակական կազմակերպության մեջ, ներքևում նշված հեռախոսահամարով կարող են զանգահարել կամ մեր QR կոդով կարող են մեզ գտնել իհարկե եւ ընդգրկվել այդ հասարակական կազմակերպության մեջ։ Մենք սահմանում ենք ընդհանուր տարեկան վճար չնչին, որը որ կարող է կիրառվել հետագայում մասնագետների, կոնֆերանսների, կոֆե բրեյքների, կոնֆերանս զալի վարձակալության եւ մենք հաշվետու ենք
մեր անդամների համար, հա, բացահայտ է այդ ամեն ինչը, ինչքան մուտք եղավ, ինչքան դուրս եկավ, այսինքն սա գումար շորթելու տեղ չի, սա Ձեր կոնֆերանսներին մեկ անգամ մասնակցող յուրաքանչյուր մասնագետ վստահ եմ կասի, որ ճիշտ են ասում, հա, հենց այդպես է լինում, որովհետև ձեր կոնֆերանսները ես վստահ եմ ձեռագիրը պահպանվելու, այսինքն այն հետաքրքրությունը, այն ինտերակտիվությունը, այն նաև արագ զարգանալու նույն տեմպով, նույն ձևով, որովհետև իմիջիայլոց նույն կոնֆերանսների հարցով էլ եթե նայելու ենք, մենք ասում ենք կոնֆերանս, լրիվ ուրիշ բան ենք պատկերացնում, բայց ձեզ մոտ այդ կոնֆերանսը մի փոքր ավելի ուրիշ է լինում, օգուտ նաև, հա, մասնագետների։ Վստահ եմ, այս հասարակական կազմակերպությունն էլ նույն ձեռագրով ինքը զուտ այսպես թղթաբանություն եւ մեծերը փոքրերին դաստիարակելու այն ավանդական տարբերակը չի լինելու, որովհետև երբ մենք բացմանը ներկա էինք, այն խանդավառությունը, այն հետաքրքրությունը, իմիջիայլոց մասնագետների նաև որակական տարբերությունը։ Ոմանք արդեն նաև բանախոսներ էին, նաև չեմպիոններ էին, ոմանք 1-2 ամսվա նոր մասնագետներ են, այսինքն այստեղ նաև կար համագործակցելու փորձի փոխանակման խնդիր կար դրված, որը լավագույնս տարվում էր թեկուզ միայն սուրճի սեղանի կամ սուրճի բաժակի, հա, ընկերակցությամբ։ Ու այստեղ վստահաբար հասարակական կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ինչպես ժողովուրդն է ասում, շահած է լինելու, հա, միայն մասնակցելով։ Տեսեք, մեր կոնֆերանսները չեն անցնում շատ սովորական։ Մենք ասում ենք դուք լսեք, հա, տարբերակով։ Իրականում մի քանի անգամ տեսել եք ոնց են անցնում կոնֆերանսները, ունենք հետաքրքիր շոու ծրագրեր, բավականին լավ coffee break ենք տրամադրում, որպեսզի կարողանան նաև coffee break-ին ծանոթանալ, զրուցել մեկը մյուսի հետ։ Մեր կոնֆերանսը, որը անվճար էր, վերջինը Global Beauty Union-ը, նվիրված էր պերմանենտ դիմահարդարման մասնագետների համար, գրեթե 100 հոգի մասնագետներ էին եկել այդ կոնֆերանսին։ Մենք հնարավորություն տվեցինք լիովին անվճար մասնագետները դուրս գան, ելույթ ունենան, ճիշտ է, ժամանակը կարճ 10-15 րոպեով, բայց դա ինչ է տալիս մասնագետին։ Հնարավորություն է տալիս այդ վախը հաղթահարելու, որպես սպիկեր, որպես խոսնակ դուրս գա խոսի ամբողջի մոտ, ինչու՞ չէ կամերաների մոտ իրեն կարողանա դրսևորի եւ արտահայտի իր մտքերը եւ կարողանա ելույթ ունենալ առհասարակ։ Մեր վերջի կոնֆերանսը, որը անվճար էր պերմանենտ դիմահարդարման մասնագետների համար, գրեթե 100 անձ էին եկել կոնֆերանսին, այնտեղ մենք նաև հնարավորություն տվեցինք մասնագետներին ելույթ ունենալ 10-15 րոպեով պատրաստել սլայդ-շոու եւ ելույթ ունենալ պերմանենտ դիմահարդարման ոլորտի վերաբերյալ կամ մարքեթինգի, սանիտարագենիկ նորմերի, այնտեղ SMM մասնագետ կար, որ ելույթ ունեցավ։ Ուզում եմ ասեմ, որ մասնագետները հասարակական կազմակերպության մեջ միայն մի ոլորտ չեն, տարբեր ոլորտներ են։ Շուտով մենք կունենանք մեծ կոնֆերանս բոլոր սֆերաների համար, կփորձենք դա եւս անել անվճար առաջինը, որ հասկանան որտեղ են գալիս, ինչի համար են գալիս եւ ինչ է տալիս իրենց այդ հասարակական կազմակերպությունը եւ ընտրեն ցանկանում են լինել անդամ թե ոչ։ Ես կարող եմ ասել դրականից բացի ուրիշ բացասական բան չի կարող լինել իրենց համար, որտեվ որ հայավարի ասում են սրտանց բացել ենք ձեզ համար, մնում է գաք եւ վայելեք այդ ամենը, ինչ որ տրամադրվում է ձեզ անվճար։ Եվ կուզեի նաև նշել, որ այս կոնֆերանսները, որ եկել եք նկարահանել եք եւս մեկ կոնֆերանս, այդքան հիացել ենք, ունենք եւս մեկ կոնֆերանս, որը բավականին հայտնի այսպես բրենդի հետ ենք անում, մեր Tattoo Generation ընկերությունով, սա բացարձակ կապ չունի հասարակական կազմակերպության հետ, Էտալոն միքս ընկերությունն է գալու Հայաստան հունիսի 4-ին եւ մենք դրել ենք միայն coffee break-ի գումար այնտեղ, այնպես որ դեռ 30 տեղ ունենք, կարող են մասնագետները զանգահարել գրանցվել, որովհետեւ դա շատ կարեւոր է իրենց համար, քանի որ գալիս է հենց ստեղծողը եւ 7 մասնագետ միաժամանակ աշխատելու են, մոտենալու են, տեսնելու են աշխատանքը, հարցեր են տալու եւ հենց ստեղծող հեղինակ այդ բրենդի այդ պիգմենտների Առաջի ձեռքից ինֆորմացիա, հա։ Այո, մի շարք լավ ինֆորմացիաներ է տրամադրելու աշխարհի մասշտաբով ինչ է կատարվում պերմանենտի ոլորտում, այնպես որ շատ լավ կլինի, որ մասնագետները տեղներից վեր կենան գան այդ միջոցառմանը մասնակցեն եւ ել ավելի առաջ գնան իր գործունեության մեջ, քանի որ այդ բրենդը արդեն բավականին
տարածված է Հայաստանում, այո, իհարկե։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ձեզ հետ միշտ հաճելի է զրուցելը։ Էլ չեմ ասում ձեր կոնֆերանսների եւ միջոցառումների ներկա լինելը։ Մեր բոլոր հեռուստատիտողներին վստահեցնում ենք, որ այս միջոցառումը, որը եւս սպասվում է հունիսի 4-ին, մենք նորից լուսաբանելու ենք։ Հասարակական կազմակերպության հետ կապված նաեւ բացումը մենք նկարահանում ունեցել ենք, որի ամբողջ տեղեկությունը ստանալու համար մեր YouTube-յան ալիքին կարող եք հետեւել, այնտեղ նաեւ տեսանյութին ծանոթանալ։ Իսկ այսօրվա համար ուզում եմ տեղեկացնել, որ զրուցակիցս Tattoo Generation ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, հեռախոսահամարը 077 31 30 74։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։